Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին գտնվում ենք երկրորդ երկի 9-րդ գլխում, որտեղ Շուկադեվը Գոսվամին ինքը խոսակցությունը սկսել է ամենասկզբից, այսինքն առողջագործության գործընթացներից։ Մենք տեսանք, որ Պարիկշիտ Մահարաջը ինքը դիմեց Շուկադեվը Գոսվամիին հարցերով, ընդ որում մենք ձեզ հետ քննարկեցինք, որ հաշվի առնելով, որ Պարիկշիտ Մահարաջը այդ պահին ուներ ընդամենը 7 օր, եւ 7 օր հետո պետք է մահանար, ապա այն կետը, որից ինքը սկսեց հարցադրումը, խոսում է նրա մասին, որ Պարիկշիտ Մահարաջը ինքը շատ լավ գիտակցում էր, թե այդ խոսակցությունը ընդհանրապես ինչու է դարձել հնարավոր Գերագույն Աստծո ազնվորության կամքով։ Այսինքն ինքը հասկանում էր, որ ինքը հիմա շատ կարևոր մի գործընթացի մասնակից է, երբ որ արիացիների գիտելիքը պետք է պահպանվի աստվածամերժության դարաշրջանում ապրողների համար։ Ես կասեի նույնիսկ ոչ թե այդ ապրողների համար, այլ այն ժամանակի համար, երբ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը աստվածամերժության դարաշրջանում կհայտարարի ոսկե դարաշրջան, այսինքն կրոնականության ծաղկունքի դարաշրջան, եւ այդ ժամանակ գիտելիքը ինքը պետք է վերականգնվի, ինքը պետք է լինի պատրաստ վիճակում, որպեսզի մարդկությունը կարողանա այդ գիտելիքից օգտվել։ Կարող եմ ասել, որ այո, դարեր շարունակ, նույնիսկ չէ այդպես հազարամյակներ շարունակ, հատուկենտ արիացիները, որոնք մնացել են մեր երկրագնդի վրա, այսպես շատ մեծ խնամքով փայփայել են այս գիտելիքը, պահպանել են դրան եւ փոխանցել են սերնդեսերունդ։ Արիացիների մոտ դա կոչվում է աշակերտական հաջորդականություն։ Այսինքն, երբ որ ոչ միայն կան օրիգինալ տեքստերը, որոնք գրանցել է Վյասադևան, այլև կա դրանց ճիշտ հասկացողության ուրեմն հնարավորությունը, որովհետև ինչպես եւ ցանկացած լեզու, սանսկրիտը ինքը նույնպես ունի այդ խնդիրը, որ շատ բառեր կան, որոնք իրենք շատ բազմիմաստ են, հա, եւ տվյալ պահին, տվյալ տեքստում, թե ինչպիսի իմաստը կվերցվի այդ բառի, ընդհանուր առմամբ տեքստի իմաստը 180 աստիճան փոխվում է։ Եվ այո, սա է այն գաղտնիքը, սա է այն պաշտպանությունը, որը տրվում է սուրբ գրվածքներին, որպեսզի նրանք, ովքեր անկեղծ չեն, նրանք, ովքեր չեն ընդունում մաքրամաքուր նվիրալների ուրեմն մեկնաբանությունները, նրանք խճճվեն սուրբ գրվածքի մեջ, այդ իրանց այսպես եսից արված թարգմանությունների շրջապտույտի մեջ։ Ազնվորությունը ինքը ճիշտ է հասկանում բառերը, ճիշտ է թարգմանում այդ բառերը, երբ որ նրա թարգմանությունը համահունչ է լինում ամբողջ տեքստերի հետ։ Եթե մենք որևիցե մի տեքստում սխալ զարգացողություն ենք զարգացնում, չէ, ուրեմն մարդը, երբ որ ինքը նոր զբաղվում է իր հոգևոր կյանքում, իր մոտ կարող են լինել այդպիսի իրավիճակներ, երբ որ ինքը ինչ-որ մի տեքստը սխալ հասկացավ, բայց դա ունի իր պաշտպանությունը, որովհետև մի քանի տեքստ հետո կամ մի քանի մի որոշ ժամանակ հետո անպայման այդպիսի անձնավորությունը ինքը հանդիպում է այնպիսի տեքստերի, որոնք հակասում են իրենց իմաստով այն հասկացողությանը, որը ինքը զարգացրել է։ Եվ հենց որ ինքը հանդիպում է այդ հակասությանը, եթե ինքը ազնիվ անձնավորություն է, ինքը վերադառնում է այն կետը, որտեղ որ ինքը գաղափարը սխալ է ձևավորել եւ ուրեմն զարգացնում է ճիշտ հասկացողությունը։ Եթե ոչ, ապա ինքը այդ սխալը կոծկում է եւ անցնում առաջ։ Եվ այդ ժամանակ ինքը ինչպես չի կարող ինքը իրան հոգևոր կյանքում տանել միջև հոգևոր կյանքի վերջնական նպատակները, այդպես էլ ոչ մեկին չի կարող տանել միջև վերջնական նպատակ։ Իսկ հոգևոր կյանքի վերջնական նպատակը երկուստ է։ Կենդանիակը պետք է վերադարձնի իրեն իր հոգևոր մարմնի գիտակցումը
եւ կենդանի էակը պետք է վերականգնի իր հարաբերությունները Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Մինչև դա տեղի չունենա, ոչ մի կենդանի էակ, ինչքան էլ ուզում է, ով էլ ուզում է, որ դա խոսք տա մեզ, ոչ մի կենդանի էակ չի կարող դուրս գալ նյութական աշխարհի սահմաններից։ Նյութական աշխարհի սահմաններից դուրս են գալիս միայն այն հոգիները, ովքեր բացարձակ մակարդակի վրա լուծել են, իրենց այն պատճառը, որի պատճառով իրենք հայտնվել են նյութական աշխարհում։ Իսկ նրանք, ովքեր այդ պատճառը լուծել են, իրենք գիտակցում են իրենց հոգևոր մարմինը, գիտեն ինչպիսի հարաբերություններ ունեն Գերագույն Աստծո ազնվորության հետ եւ այդ պատճառով կարող են դուրս գալ նյութական աշխարհից եւ վերադառնալ իրենց հավերժ կացարանը։ Սա են անխնդիրները, որոնք արիացիները դնում էին իրենց առաջ։ Տեսությունը ինքը հատուկ արժեք է ձեռք բերում արդեն իսկ այն գաղափարով, որ արիացիները իրենք, ես դա ասել եմ, հիմա նորից պիտի կրկնեմ, որ արիացիները իրենք չեն դնում այդ սահմանը, որ անպայման կենդանիակը պետք է մարմին թողնի, որպեսզի այդ ինչ որ մենք քննարկեցինք, տեղի ունենա։ Իրանք ասում են, որ պահին, որ դու այդ խնդիրը լուծեցիր, հենց այդ պահին տեղի կունենա քո հանդիպումը Գերագույն Աստծո ազնվորության հետ եւ ինքը քեզ կտանի այդտեղ, որտեղ որ դու հավերժ ապրում ես։ Եվ այսպես ուրեմն մենք տեսանք, որ Պարիքշիտ Մահարաջը ինքը այդպիսի հարցադրումներ կատարեց եւ Շուկատևը Գոսվամին էլ ինքն էլ քաջ գիտակցում է, թե ինքը հիմա ինչ գործընթացի մեջ է գտնվում, եւ դրա համար համբերատար ինքը կարող էր ասել դու ընդամենը 7 օր ունես, քո ինչիդ է պետք, թե ինչպիսի կառուցվածք ունի նյութական աշխարհը կամ ինչպես է տեղի ունեցել արարչագործությունը։ Միթե դու հիմա դրա մասին պիտի մտածես, թեկուզ մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը առաջին գլխում ասեց այդպիսի տեքստեր։ Եթե հիշում եք, ինքը խոսում էր դրա մասին, որ նյութապաշտերը իրենք գերված նյութական աշխարհով առավոտից երեկո զբաղված են միայն զգայական վայելք այստեղից այնտեղից կորզելու հնարավորությունով, կամ ասենք հոգ են այդ փորձում են այդ հոգսը լուծել, թե ինչպես հայտարարել կերակուր, ինչպես լինել պաշտպանված, ինչպես ունենալ 4 պատ եւ ինչպես բազմանալ, չէ՞։ Եվ ինքը միաժամանակ ասեց, որ այն ազնվորությունները, որոնք չեն հետաքրքրվում իրենց կյանքի իմաստով, ուրեմն նրանք իրականում իզուր են վատնում իրենց ժամանակը։ Եվ Շուկադևը Գոսվամին սկսեց պատմել ամեն ինչը Տեր Բրահմայից։ Մենք խոսել ենք դրա մասին, որ արիացիների կատարմամբ, ուրեմն նյութական տարածությունը ինքը արարվում է Գերագույն Աստծո ազնվորության կողմից, նյութական տարածությունը ոչնչանում է Գերագույն Աստծո ազնվորության կողմից, բայց այն լցվում է կենդանիակներով համապատասխան կենդանիակների արժեքային համակարգերի։ Այսինքն եւ դրա համար է, որ նյութական աշխարհը ունի իր երկրորդական արարիչը, այսինքն կենդանիակները անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում, թե ինչպիսի տեսք ունի նյութական աշխարհը։ Եվ այսպես, սիրելի դերս, ուրեմն ներեցեք, ես ինչ-որ սխալ բան եմ բացել։ Եվ այսպես ուրեմն մենք տեսանք, որ բան է դուրս եկել, տեքստը ծածկող։ Լավ, այսպես անենք, կարողանամ կարդամ։ Եվ այսպես ուրեմն երկրորդ երգ, 9-րդ գլուխ, վերջի տեքստերն են,
Այնուհետև հայրը Բրահման գոհունակությամբ պատմեց իր որդուն Նարադային դրացուցիչ վեդայական գրականությունը Շիմեդ Բհագավատամը, որը նկարագրված է տիրոջ անձնավորության կողմից եւ պարունակում է 10 թեմա։ Ով արքա, մեծ իմաստուն Նարադան Շիմեդ Բհագավատամը հաղորդեց անսահման հզոր Վյասադևային, ով Սարասվատի գետի ափին, խորացած նվիրված ծառայության տրանսի մեջ, մեդիտացիա էր անում տիրոջ գերագույն անձնավորության բացարձակ ճշմարտության վրա։ Ով թագավոր, բացատրելով քեզ վերը նշված 4 չափածոները, ես մանրամասը կպատասխանեմ քո հարցերին, այն մասին, թե ինչպես է տիեզերքը առաջացել տիրոջ անձնավորության հսկա կերպարանքից, ինչպես նաև բոլոր այլ հարցերին։ Եվ սրանից անմիջապես հետո մենք ուրեմն անցնում ենք այնտեղ, որ ուսումնասիրում ենք, անցնում ենք արդեն 10-րդ գլխի, եւ 10-րդ գլուխը ինքը սկսվում է այսպես. Շիշուկադևը Գոսվամին ասաց. Շիմեդ Բհագավատամը դիտարկում է 10 թեմա։ Այն ներկայացնում է տիեզերքի ստեղծումը, երկրորդական արարումը, մոլորակային համակարգերը, տիրոջ պաշտպանությունը, արարման շարժիչ ուժը, մանուի փոփոխությունը, տիրոջ մասին գիտությունը, տուն դեպի Տերը վերադառնալը, ազատագրումը եւ սումում բոն։ Սումում բոնումի տրանսցենդենտալ բնույթը ընդգծելու համար մնացած թեմաները բացատրվում են կամ վեդաների եզրակացությունների հղումով, կամ անմիջապես բացատրությամբ, կամ մեծ իմաստունների հակիրճ բացատրություններով։ 16 տարերի ստեղծումը, որոնցից կազմված է նյութը, 5 տարերը, կրակը, ջուր, երկիր, օդ եւ երկինք, ձայն, ձև, համ, հոտ, շոշափելիք, ինչպես նաև աչքերը, ականջներ, քիթ, լեզու, մաշկ եւ միտք կոչվում է սարգա, իսկ նյութական բնության գունաների հետագա փոխազդեցությունը վիսարգա։ Կենդանի էակները ճիշտ դիրքում են, երբ հնազանդվում են տիրոջ օրենքներին։ Այսպես տիրոջ գերագույն անձնավորության պաշտպանության ներքո նրանք հասնում են լիակատար խաղաղության։ Մանուն եւ նրանց օրենքները գոյություն ունեն մարդկանց կյանքի ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար։ Ցանկացած գործունեության խթանը սեփական ջանքերի պտուղները վայելելու ցանկությունն է։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, չէ, մենք ձեզ հետ տեսնում ենք, որ Շուկադևը Գոսվամին ինքը սկսում է խոսակցությունը։ Սկսում է խոսակցությունը եւ մենք արդեն ձեզ հետ քննարկել ենք, որ վեդայական գրականությունը կամ արիացիների սուրբ գրվածքները իրենք ունեն իրենց մշակույթը, ընդհանրապես զրուցելու մարդու հետ կամ փոխանցելու գիտելիքը։ Առաջի հերթին արվում է գլխավոր հայտարարությունը, որը գլխավոր հայտարարությունը մենք տեսանք, որ օրինակ Շուկադևը Գոսվամին, երբ որ ինքը սկսեց խոսել, այսինքն Պարեքշիտ Մահարաջը իրան դիմավորեց, հանդիպեց, Շուկադևը Գոսվամին գնաց, նստեց, Պարեքշիտ Մահարաջը երկար խոսեց նրա մասին, թե ինքը ինչ գիտի Շուկադևը Գոսվամին, ինչպես է նրան վերաբերվում, խոնարհվեց, հարցեր տրվեց, ներկայացրեց իր խնդիրը եւ այլն եւ այլն։ Եվ պատասխանելուց առաջ Շուկադևը Գոսվամին ասեց. «Օմ նամո Բհագավատե Վասուդևայ»։ Այսինքն ինքը արեց գլխավոր հայտարարությունը, որ ես Տեր Շրի Կրիշնայի ծառան եմ։ Ոչ Նարայանայի, ոչ Նարասիմհայի, ոչ Ռամաչանդրայի, որտեղ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ Բալարամայի, որտեղ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ունի տարբեր զանազան մարմնավորումներ, չէ՞։ Եվ երբ որ այդ մարմնավորումները իրենք ուրեմն գոյություն ունեն, իրենք անպայման ունեն իրենց ամեն մի մարմնավորում ունի այն հոգիներին, ովքեր որ սիրում են գերագույն Աստծո ազնվորության հենց այդ մարմնավորումը։
հա, եւ ասենք այստեղ Շուկադեբը Գոսվամին մենք տեսանք, որ ինքը այդ հայտարարությունը արեց։ Օրինակ ասենք, տեսեք, եթե ինչ որ մեկը ինքը Տեր Նարասիմհայի նվիրյալն է, չէ՞, Տեր Նարասիմհան դա Երևան Աստվածնավորության զայրույթի մայտնավորումն է, որտեղ ինքը գալիս է պաշտպանել մաքուր նվիրյալներին, հա, եւ այդ գործընթացը իրականացնելու ժամանակ ինքը պատառոտում է ուրեմն այն դեմոններին, ովքեր որ մաքուր նվիրյալներին նեղացնում են, չէ՞, տեսեք, օրինակ այս մոտեցումը Գերագույն Աստվածնավորության, երբ որ ինքը զայրացած է, ինքը գնում է այդպես, որ նրանք ովքեր սիրում են Տեր Նարասիմհային, չէ, իրանք այդ տրամադրությունների մեջ են հաստատված, որ իրանք հենց դա են սիրում Աստծո մեջ, որ ինքը այդ տարբերությունը դնում է կենդանի էակների մեջ, հա, որ ինչ որ կենդանի էակներ պետք է պաշտպանված լինեն, իսկ ինչ որ կենդանի էակներ պետք է պատժված լինեն, կախված նրանց ուրեմն գործունեության ուրեմն բնույթից, հա, եւ եթե դա կենդանի էակներ են, որոնք իրենք նեղացնում են ուրիշ կենդանիակներին, որոնք իրենք բռնանում են կենդանիակներին եւ այլն, իրանք արժանի են նրան, որպեսի պատիժ կրեն։ Հիմա, երբ որ Շուկադեբը Գոսվամի ինքը ասում է Օմ Նամո Բհագավատե Վասուդևայա, Վասուդևա նշանակում է Վասուդևայի որդու, հա, ես իմ ակնածելի խոնարհումներն եմ առաջարկում Վասուդևայի որդուն, իսկ Վասուդևայի որդին դա Տեր Շրի Կրիշնան է։ Մենք ձեզ հետ մի թեթև խոսացել ենք նրա մասին, թե ընդհանրապես ով էր Վասուդևան, չէ՞։ Վասուդևան ինքը Տեր Շրի Կրիշնայի ծնունդի, այսպես ասեմ, էլի, որտեղ այդտեղ շատ խառը պատմություն է, հետագայում մեկ այդ պատմությունը ձեզ հետ իհարկե կդիտարկենք, հա։ Վասուդևան ինքը նկարագրվում է որպես Գերագույն Աստվածնավորության հայր, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, հա, Մամա Յաշոդան Մայր Յաշոդան էլ իր մայրն է։ Ընդ որում Վասուդևան կներեք Դևակին էլ իր մայրն է։ Ուրեմն Վասուդևան ինքը նկարագրվում է որպես հոգևոր ուսուցչի ուրեմն կերպարը, հա, մարմնավորումը, իսկ Դևակին որպես ուրեմն այն կենդանի էակի, որը ինքը ընդունում է տրանսցենդենտալ գիտելիքը, որովհետև տրանսցենդենտալ գիտելիքը ինքը առաջի հերթին կենդանի էակի գիտակցության մեջ պետք է ձևավորի Գերագույն Աստվածնավորության հզորությունը։ Արիացիների տեսակետը ինքը կայանում է նրանում, չէ, որ կենդանի էակները, օրինակ տեսեք, ասենք, եթե մենք այսպես լուրջ մտածենք, էլի, մի հատ այսպես պատկերացրեք, երբ որ մենք ասում ենք Աստված, հա, մենք ինչ ահռելի մեծության մասին ենք խոսում, հա։ Հիմա, եւ պատկերացրեք, երբ որ մենք ասում ենք կենդանի էակ, մենք ինչ փսորի մասին ենք խոսում, չէ։ Եվ եթե մենք այդ տեսանկյունից նայենք, մենք կարող ենք, չէ, մոտավորապես հասկանալ, թե դա, կներեք, ես մի քիչ կոպիտ խոսքով եմ ասելու, բայց ասելու եմ ըստ էության, թե դա ինչ լկտիություն է։ Հասկանում եք, թե դա ինչպիսի լկտիություն է ընդհանրապես այդ փսորի կողմից, հա, արհամարհական բան վերաբերմունք դրսևորել Աստծո հանդեպ։ Եվ հիմա ուզում եմ ձեզ հարց տամ։ Դուք մոտավորապես պատկերացնում եք, թե նյութական աշխարհում աստվածամերժության դարաշրջանում կենդանի էակները իրանք ընդհանրապես ինչեր են իրենց թույլ տալիս խոսել Աստծո մասին, բացական իմաստով։ Չէ, մի պահ ենթադրենք, որ Աստված ինքը իրոք կա։ Դուք հասկանում եք, դա ինչպիսի լկտիություն է, այդպիսի բաներ խոսել Աստծո մասին։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք, եւ առաջի հերթին արիացիներ իրենք հենց դա են ասում, որ կենդանի էակը, որը ինքը ապրում է նյութական աշխարհում, հա, ինքը բացարձակապես, եթե ինքը աթեիստ է դառնում, աթեիստը ով է, դա այն ազնվորությունն է, որը բացարձակապես կորցրել է իր հարգանքը Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ, ինչու՞, որովհետև չի գիտակցում նրա հզորությունը։
Հասկանում եք։ Եվ դրա համար այո, իհարկե, ես ճիշտ ասած շատ եմ շեշտ դնում Գերագույն Աստծո ազնվորության հմայքի վրա, եթե դուք ուշադրություն եք դարձնում, որովհետև այո, ես էլ հենց դրա հետևորդն եմ։ Ինձ համար Գերագույն Աստծո ազնվորության հմայքը շատ ավելի կարևոր է, քան նրա հզորությունը։ Բայց դա չի նշանակում, որ ես արամարում եմ նրա հզորությունը։ Հմայքը նրա իրական հմայքը կարելի է ընկալել միայն այն դեպքում, երբ որ դու լիակատար ընկալում ես իր հզորությունը։ Հասկանում եք։ Եվ դրա համար այո, սկզբնական շրջանում կենդանի էակը պետք է հասկանա Գերագույն Աստծո ազնվորության հզորության չափերը։ Ինչու համար, որպեսզի դուրս գա այդ իր լկտի վերաբերմունքից Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ եւ վերականգնի այն հարգանքը, որը պետք է տածել այդպիսի ազնվորության հանդեպ, ինչպիսին է Աստված։ Հասկանում եք, որովհետեւ այդ լկտիությունը մենք մեզ թույլ ենք տալիս միայն այն պատճառով, որ դու իրականում ասենք չենք հասկանում նրա գոյությունը, չենք հասկանում, որ նա իրոք գոյություն ունի, եւ այդ պատճառով է, որ կորցնում ենք ամեն տեսակի հարգանքը, ունենում եւ այդ մեր անկախության զգացումի հիմքի վրա մենք մեզ կարող ենք թույլ տալ այդպիսի կներեք, բայց հենց այդ խոսքով էլ շարունակելու եմ ասել լկտի պահվածք Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ։ Ուրեմն հարգանքը ինքը շատ կարևոր է։ Եվ Վասուդևան եւ Դևակին ապրում էին Մաթուրայում, հա, Մաթուրան ինքը Բաքտիվիլոդ Թակուրի կողմից հայտարարվում է որպես տրանսցենդենտալ գիտելիքի վայր։ Հա, երբ որ մենք ասում ենք տրանսցենդենտալ գիտելիքի վայր, չէ, տրանսցենդենտալ գիտելիքը դա հոգևոր գիտելիքի այն մասն է, որը ներկայացնում է Գերագույն Աստծո անձնավորության հզորությունը։ Հա, եւ որի շնորհիվ կենդանեակը պիտի վերականգնի իր բանը, իր հարգանքը Գերագույն Աստծո ազնվորության համար հանդեպ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այ որ Շուկադևը Գոսվամին ինքը ասում է Օմ նամո Բհագավատե Վասուդևայա, հա, այսինքն ես իմ ակնածալի խոնարհումներն եմ առաջարկում, հա, նրան, ով Վասուդևայի, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքի կրողի որդին է։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր է, որովհետև հետագայում իրադարձությունները, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ, իրադարձությունները դասավորվում են այնպես, որ ինքը լքում է Վասուդևային եւ Դևակին եւ իրան մեծացնում են Նարադան, կներեք, Նանդան եւ ուրեմն մամա Յաշոդան։ Նանդան ինքը սիրո արտահայտումներ, հա, սիրո մարմնավորումներ, իսկ մամա Յաշոդան ուրախության։ Եվ այդ երկու սկզբունքները իրանք արդեն այ վերաբերվում են Գերագույն Աստծո անձնավորության հմայքին։ Այսինքն Գերագույն Աստծո այդ անձնավորությունը, որը ինքը համընդհանուր վայելքի, այսա շատ կարևոր գաղափար է, որ ինքը համընդհանուր վայելքի սկզբունքն է, նախասկզբնականորեն, հասկանում եք, այ ինքը ծնվում է տրանսցենդենտալ գիտելիքի դաշտում, բայց հետո գնում է սիրո եւ ուրախության դաշտ։ Հա, այսինքն երբ որ կենդանեակը ինքը վերականգնում է իր հարգանքը Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այնպիսին է հայտնվում կենդանեակի առաջ, հա, որ ինքը լցվում է Աստծո հանդեպ ուրեմն սիրով եւ ուրախությամբ, որովհետեւ իրականում հոգեբանության տակ զգացմունքային տեսանկյունից, չէ, հարգանքը եւ սերը իրենք հակասում են իրար։ Հասկանում եք, այնտեղ որտեղ կա հարգանք, ինքը անմիջապես տարածություն է ստեղծում երկու ազնվորությունների միջև։ Չէ, օրինակ ասենք, Պրաբհուպադը ինքը մի լավ օրինակ էր բերում, հա, ինքը ասում էր դա նման է նրան, թե ինչպես են վարվում ազնվորության հետ նրա ուրեմն աշխատակիցները, եթե ինքը այդ ուրեմն բանի
այդ բիզնեսի ղեկավարն է, հա, եւ թե ինչպես է նրա հետ վարվում նրա թորնիկը, հասկանում եք, եւ ինքը ասում էր, որ աշխատակիցը ինքը միշտ հարգալից է խոսում նրա հետ, անուն հայրանունով, երբեք իրան թույլ չի տա նույնիսկ հարց տա ինչպես եք, հա, որովհետև այդ հարցի իրավունքը ինքը չունի, այդ հարցը դա մտերմության հարց է, որտեղ ազնվությունը կարող է իրեն թույլ տալ այդ հարցը տալ նրանց, ում հետ ինքը մտերիմ հարաբերություններ ունի, եւ ուրեմն, հա, ասում է իսկ այդ նույն ժամանակ իր թորնիկը կարող է նստել իր վզին եւ կներեք միզել նրա վրա։ Եվ այդ հարաբերությունները իրանք սիրային են եւ պապը ինքը թամինը կասի, ես ինչ արեցիր, այդ չարաճիճի։ Հասկանում եք։ Ուրեմն այսա հոգեբանական խնդիրներ են, բայց այդ որ Շուկադևը Գոսվամին ինքը ասեց Օմ Նամո Բհագավատե Վասուդևայա, չէ, ինքը անմիջապես ցույց տվեց, որ ինքը իր գլխավոր աստվածությունը, որին ինքը երկրպագում է, դա Տեր Շիրի Քրիշնան է։ Եվ սա ինքը շատ կարևոր մշակույթ է, որ ազնվորությունը ինքը չպետք է թաքցնի, եւ որ ինքը փոխանցում է հոգեվոր գիտելիք, ինքը չպետք է թաքցնի, թե ասենք ինքը ինչն է ներկայացնում, չէ, օրինակ իմ սերունդի մարդիկ իրենք երևի թե շատ լավ հիշում են այն ժամանակները, երբ որ քրիստոնյաները իրենք շատ ինտենսիվ տարածում էին Հայաստանում Պրաբհուպադի գրքերը, չէ, եւ կային այնպիսի տարածողներ, որ իրենք, ասենք, կարող էին մարդը ինքը կարող էին դուրը ծեծել, ասել, այ մենք առաջարկում ենք այս գրքերը, Բհագավադ Գիտան, մյուսը, մարդը ինքը կարող էր ասել, դե ես հետաքրքրվում եմ յոգայով։ Եվ իրանք կարող էին ասել, հա, այստեղ յոգայի մասին է։ Եթե մարդը ինքը ասեր, ես հետաքրքրում եմ արվեստով, իրանք ասեին, այստեղ արվեստի մասին է։ Եվ սա ինքը սխալ պահվածք էր իհարկե։ Դա չէր կարող Գերագույն Աստծո ազնվորությանը դուր գալ։ Հասկանում եք։ Ուրեմն ազնվորությունը ինքը երբեք չպիտի թաքցնի, թե ինքը եթե նույնիսկ ներկայացնում է մի ուրիշ բան, թե անձամբ ինքը ինչի ներկայացուցիչն է։ Հասկանում եք, որտեղ այո, իհարկե, հոգևոր ուսուցիչը ինքը կարող է լինել բանիբաց շատ ու շատ կյանքի ոլորտներում։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ ասենք այդ իմաստով ինքը կարող է լինել շատ բարձր իրականացում ունեցող ազնվորություն եւ տեղյակ լինել կյանքի տարբեր ոլորտներից եւ եթե իրեն հարցեր տան, ինքը կխոսի դրա մասին, բայց ինքը անպայման կշեշտի, որ ինքը այս սրա ինչ որ այդ տարածքի, ուրեմն դու այսպես էլի շատ պայմանականորեն ասած բաստակետն է, հա։ Եվ մենք տեսանք, որ այդպես է, ընդհանրապես մշակույթը ինքը այդպես է, որ սկզբից արվում է գլխավոր հայտարարությունը։ Եվ եթե ինչու համար, որպեսզի լսողները իրենք ունենան այդ ընտրությունը, հասկանում եք, հոգևոր խոսակցությունը ինքը չի կարող լինել բռնության հիմքի վրա։ Եվ որ ասենք մարդը ինքը հոգևոր խոսակցություն է սկսում, եւ մեկ էլ ինչ-որ հայտնվում են այլանդակ անձնավորություններ, որոնք սկսում են շատ կներեք թուղթ ու գրեր անել, որպեսզի այդ մարդուն ոչ մեկ չլսի, կամ որպեսզի քիչ հետևորդներ ունենա այդ մարդը, որպեսզի հանկարծ ինքը հաջողություն չունենա, այդպիսի կեղտոտ եւ նենք ուրեմն գործողությունները իրենք բան են էլի անհամատեղելի են իրական հոգևորի հետ, չէ՞։ Իրական հոգևորը ինքը պետք է ունենա, գիտեք, այսպես ասեմ, էլի, այն մարդը, որը ինքը այդպիսի քայլ է անում, ինքը իր ներսում արդեն գիտի, որ ինքը իրականում պարտված է։ Որովհետև չի ունեցել այդքան, չգիտեմ, թասիբ, ինքնասիրություն, հասկանում եք, այդքան վստահություն ինքը իր մեջ, չէ՞, որպեսզի այսպես ճակատ դուրս գա եւ խոսի։ Խոսի եւ բոլորն էլ լսեն։ Թե ասենք ով ինչ գիտի, ով ինչ պատասխան է տալիս, ով ինչի մասին ինչ է մտածում, հա, եւ մարդիկ պետք է ազատ ընտրություն ունենան հոգեվորի մեջ։ Այդպիսի քայլերը իրանք գիտեք ինչ էլի, բացի նրանից, որ խոսում են այդպիսի գործողություններ կատարողների ցածր բնության մասին, չէ, նրանց պարտության մասին եւ այլի, նրանք համ էլ ախր ամենացավալին նա է, էլի, որ նրանք համ էլ վիրավորանք են հասցնում հոգևոր դաշտին, չէ՞։ Եվ հետո ամբողջ տարածքը կրում է այդ վիրավորանքների հետևանքները։ Եվ դա ոչ մեկ չի կարող ընդհանրապես զրոյացնել։
Հասկանում եք, եթե գերագույն Աստծո ազնվորությունը կա, մենք պիտի հասկանանք, չէ՞, հո ինքը մեր թաշկինակը չի, հո ինքը մեր խաղալիքը չի, դա մենք ենք իր խաղալիքները, եւ կա ինչ-որ մի կետ, որից ինքը բացարձակ ցուցադրում է իր անկախությունը, իր որոշումների անկախությունը, եւ այդտեղ ոչ մեկ չի կարող այդ որոշումների վրա ազդել, հասկանում եք, դրա համար արիացիների մոտ մշակույթը ինքը դա էր, որ ազնվորությունը ինքը հայտարարում էր, ինքը ով է, եւ նրանք, ովքեր որ հավաքվել էին իրան լսելու, որոշում են կայացնում, պարզ, ազատ որոշում, ուզում են իրան լսել, թե չեն ուզում, հասկանում եք, եւ համապատասխան դրանից հետո էլ ինչ-որ բաներ են գալիս, որովհետեւ եթե մեր կյանք, չէ, գալիս է իրական գիտելիքը, հոգևոր գիտելիք, սա ինչ է նշանակում ընդհանրապես, իրական չէ, պրոստը հոգևոր գիտելիք, այլ որ հոգևոր գիտելիքը ինքը գալիս է մեր կյանք, մենք պիտի հասկանանք, չէ, որ դա Աստծո մեկնած ձեռքն է մեզ, հասկանում եք, եւ մենք դրա մասին խոսել ենք, որ եթե ազնվորությունը ինքը այդտեղ, օրինակ, խրված է իր աղանդավոր գիտակցության մեջ, ընդ որում ես արդեն խոսել եմ դրա մասին, բաղուց չի ասել, հիմա կրկնեմ նրանց համար, ովքեր որ նոր են միացել, հա, որ գոյություն ունի ոչ թե միայն կրոնական աղանդավորություն, գոյություն ունի կուսակցական աղանդավորություն, գոյություն ունի ազգային աղանդավորություն, պետական աղանդավորություն, հասկանում եք, արվեստի աղանդներ գոյություն ունեն, այսինքն բոլոր այն տեղերը, որտեղ որ ինչ որ մի հատ խումբ է առաջանում, որը իրանց սահմանափակում է այդ խմբի գիտակցությամբ, չէ, դա աղանդ է, վերջ, ազնվորությունը ինքը պետք է միշտ բաց լինի Աստծո առաջ, որովհետև Աստծո ճշմարտությունները իրենք ահավոր շատ են, եւ չկա սահման, որտեղ մենք կարող ենք ասենք, ես այսի չգիտեմ, ուրեմն վсё, այդտեղ արդեն էլ ոչ մի հետարքիր բան չի կարող լինի, երբ որ դու ռեալ գալիս ես այդ գաղափարին, որ թվում է, որ արդեն ամեն ինչը գիտես, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այնպիսի հետաքրքիր թեմաներ կարող է քեզ հրամցնել, որ իսկ այսի չգիտես, հա, ամենակարևորը գիտես, բայց այսի չգիտես, այսի չգիտես, այս էլ չգիտես, եւ դա ինքը բացարձակ անսահման է, չէ՞։ Ուրեմն, եթե մենք սահմանափակում ենք մեզ մեր աղանդավորության գիտակցության մեջ, մենք թույլ չենք տալիս, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մեր հետ զրուցի։ Եվ ես մշտական շեշտում եմ այդ կետը, չէ՞, այսպես համառորեն այդտեղ բան եմ անում, չէ՞, մշտական դիմում եմ այդ կետին, որ տեսեք օրինակ, չէ՞, օրինակ կա քրիստոնեությունը, նո, մեզ ինքն է հոգի հարազատ, դրա համար ես իր օրինակն եմ բերում, ուրիշ բան հոգի հարազատ լիներ, ուրիշ օրինակ կնարկեի, կա քրիստոնեությունը, որտեղ Հիսուսը մարդկությանը առաջարկել է իր աղոթքը, հա, իրականում ասենք, եթե այդպես ուշադիր նայենք, այդ աղոթքի մեջ ոչ մի հոգևոր բան չկա, այդ աղոթքի մեջ կա նյութական աշխարհի իրականությունը եւ Գերագույն Աստծո ազնվորության առաջի ֆունկցիան, որը ինքը կատարում է նյութական աշխարհում, դա պաշտպանել կենդանիակների չարքերից, հա, եւ հաստատել քրոնականության մեջ։ Ուրիշ ոչ մի հոգևոր բան այդտեղ չկա, չէ՞։ Տեսեք, բայց աղոթքը ինքը սկսում է, չէ՞, Հայր մեր, որ երկինս ես Սուրբ Եղեցի անունը քո։ Հիմա, այ քրիստոնյան, հա, ինքը հարց ունի։ Աստծո անունը ինչ է։ Չէ՞, եւ եթե ինքը չի նկատում, որ Հիսուսը երբեք ոչ մի պարագայում, հա, հին կտակարանի մեջ գտնվող ոչ մի գաղափար չի կրկնել, այլ բացարձակ այլ գաղափարներ է առաջ քաշել եւ եկել է Իսրայել հենց հրյաներին ուղղելու համար, որովհետեւ իրանց Աստվածը ըստ հին կտակարանի ասում է ես հրյաների նախանձախնդիր Աստվածն եմ եւ դա հիմք է տալիս հրյաներին մտածել, որ իրենք ընտրյալ են, հա, եւ այն ամբողջ ճանապարհը, որ իրենք անցել են այս ընթացքում, իրենք անցել են հենց այդ գիտակցությամբ, չէ, եւ յուրահատուկ, այսպես էլի, բան արհամարական վերաբերմունք ունեն մնացած բոլորի հանդեպ իրար մեջ, որ իրանք իրար հետ են,
Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա արդեն երբ որ իրենք շատ մեծ իշխանության տեր են, իրանք արդեն դա ոչ էլ թաքցնում են, այսպես բացահայտ ցուցադրում են մեզ, չէ՞։ Բայց հիմա դա չի խնդիրը։ Տեսեք, եւ այդ գաղափարը, որը այնտեղ Հիսուսը ինքը եկել էր եւ ուղղակի հակառակ գաղափարներ կարոզում։ Գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանի էակների հայրն է։ Անխտիր բոլորինը։ Եվ իր համար ոչ մեկ ընտրյալ չի, որովհետև ցանկացած ազգի մեջ կան շատ վեհ անձնավորություններ եւ կան տականքներ։ Ուրեմն այն ընդհանուր առմամբ ոչ մի ազգ իր համար չի կարող լինի ընտրյալ։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք, այդ քրիստոնյան ինքը անկեղծ ինչու սա հիշեցի, որովհետև անձնավորությունը ինքը կարող է գնալ դեպի հետ, չէ՞։ Կարող է գնալ այնտեղ եւ մտածել, որ այդ երբ որ Հիսուսն ասում է Սուրբ Եղիսի անունը քո, ինքը նկատի ունի Եհովայի անունը։ Բայց եթե դա լիներ Եհովան, Հիսուսը ինքը անպայման այդ անունը կմտցներ իր աղոթքի մեջ։ Ինչու համար, որովհետև դա հրեաների համար հոգեհարազատ անուն կլիներ, բայց ինքը անունը չի տվել։ Դա նշանակում է, որ ինքը մի անուն գիտեր, որը տարբերվում է Եհովայից։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ հիմա տեսեք, չէ՞, ուրեմն հաջորդ քայլով, եթե ինքը, ասենք, ուզում է այդ պատասխանը ստանալ, եւ այդ հարցով դիմում է միայն Հիսուսին, հա, բայց Ավետարանի մեջ այդ հարցի պատասխանը չկա։ Այ ուզում ես 500 անգամ կարդա, միևնույն է, այդ հարցի պատասխանը չկա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն եւ Գերագույն Աստծո անձնավորությունը, որպեսզի այդ հարցի պատասխանը տա, ինքը պիտի շուտ ուրիշ տեղից գա, չէ՞։ Որտեղ այն անունը, որը Հիսուսը չի հնչեցրել, կարող է այդ անունը կա։ Բայց եթե անձնավորությունը ինքը իրեն սահմանափակում է քրիստոնեությամբ, ինքը դատապարտված է այդպես էլ չի իմանալ, թե երբ որ Հիսուսն ասում էր Սուրբ Եղիսի անունը քո, ինքը ինչ նկատի ուներ։ Հա? Եվ իրականում այդպես ինչպես ինքն է ասել, չէ՞, ոչ մեկ չի կարող։ Այլևս դրանից հետո ով ինչ ուզում է ասի, ուզում է մեկը ասի Կրիշնան է այդ անունը, ուզում է մյուսը ասի Բուդդան է այդ անունը, ուզում է մյուսը ասի Օդին է այդ անունը, չգիտեմ ինչ, իրականում դա արդեն հնարավոր չի, այսպես էլի, որպես դոգմա ընդունել, որպես բացարձակ ճշմարտություն ընդունել, որտեղ այդ ամեն ինչը արդեն ենթադրություն է։ Բայց միևնույն է, եթե անձնավորությունը ինքը անկեղծ է իր սրտում, չէ՞, Գերագույն Աստծո անձնավորությունը անպայման կուզենա այդ հարցի պատասխանը տա։ Բայց եթե անձնավորությունը իրան սահմանափակում է իր աղանդի մեջ, ինքը այդ հարցի պատասխանը չի ստանալու։ Եվ արիացիներ իրանք մի շատ լավ օրինակ են բերում։ Իրանք ասում են, դա նման է նրան, որ դուք փորձում եք կթել բանին, այծին իր մուրուքի տակ այդ մսագունդից։ Ինքը այստեղ մի հատ մսագունդ ունի, որը շատ նման է ուրեմն այծի կրծքին։ Ինչքան ուզում ես կթի, այդտեղ կաթ չկա։ Հասկանում եք, եւ այդ աղանդավորության գիտակցությունը ինքը այդքան էլ լավ բան չի, բայց մյուս կողմից, այո, անձնավորությունը ինքը պետք է այսպես պարզ ասի, թե ինքը ինչ է ներկայացնում, ինչի համար է դա անում, հա։ Եվ մարդիկ իրանք պետք է ազատ կամքով կարողանան ընտրություն անել, լսել եւ ընտրություն անել։ Սա իրենց համար հետաքրքիր է, թե հետաքրքիր չի։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը հենց այդպես էլ արեց, եւ բոլոր այն իմաստունները, որոնք այնտեղ հավաքված էին, ոչ մի առարկություն չունեցան։ Նրանք բոլորը շարունակեցին նստած մնալ։ Համենայն դեպս, եթե այդտեղ ինչ-որ մեկը հեռանար, Վասուդևան անպայման կգրեր, որ կային այսինչ ազնվորությունները, որոնք իրենք լքեցին այդ դաշտը։ Հա? Հիմա, եւ Շուկադևը Գոսվամին ինքը սկսեց խոսել, պատմել, հա, եւ հիմա ինքը արդեն, տեսեք, նախապես ներկայացնում է, որ Շրիմադ Բհագավատամը, այսինքն ինքը ինչ ասեց, ինքը ասեց, ես կպատմեմ քեզ Շրիմադ Բհագավատամը,
որը լսել եմ իմ հորից, Վեսադևայից։ Վեսադևան հիմա այդտեղ նստած է, Պարիգշտի մեջքի հետևում։ Հա։ Եվ ասենք, երբ մենք դա քննարկեցինք, չէ՞ ձեզ հետ, որ այն պահին, երբ որ Պարիգշիտ Մարաջը եկավ Գանգեսի ափ եւ Վեսադևան եւ Նարադան իրանք եկան այնտեղ, դա այն երկու անձնավորություններն էին, որոնք ասեց անմիջապես այ Բրահման պատմել էր Նարադային, Նարադան պատմել էր Վյասադևային։ Եվ լրիվ կարող էր Վյասադևան պատմել Պարիգշիտին։ Հա, բայց եկավ նստեց Շուկադևը Գոսվամին եւ ինքը պատմեց։ Մենք այն ժամանակ խոսացինք, չէ՞, այդ շուկադևը դա նշանակում է բան, թութակ, հա, դա նշանակում է թութակ։ Մենք այն ժամանակ ձեզ հետ խոսացինք, չէ՞, որ այդ թութակը ինքը ասում է, որ երբ որ ծառի վրա պտուղը ինքը բան է անում, սկսում է հասունանալ, երբ որ թութակը ինքը կծում է այդ պտուղը, հա, այդ պտուղի մեջ քաղցրությունը ավելանում է։ Այսինքն այդ իր կծած տեղից, չգիտեմ, արևը երևի այնպես է ազդում, որ ավելի քաղցրանում է, հա, պտուղը։ Ուրեմն սիրելիներս, չէ, եւ այդ տրամադրությամբ, այդ ուրեմն միտումով բոլորը նստեցին լսել Շուկադևը Գոսվամիին։ Հիմա ինքը նախապես ասում է, թե Շիբըտ Բագավատամը ինքը ինչ թեմաներ է քննարկում։ Եվ սա նույնպես արիացիների մշակույթն է։ Հասկանում եք։ Այսինքն, այդպես չի էլի, որ ոչ մի բան չի ասվում, հա, հետո դու նստում ես եւ պիտի այսպես կարդաս, մինչեւ կամած սկսես հասկացողություն զարգացնել, թե սա ինչի մասին է։ Ոչ, ինքը հենց միանգամից ասում է։ Այստեղ քննարկվում են այս, ուրեմն խնդիրները, եւ եթե քեզ սա հետաքրքիր է, ես ուրեմն կշարունակեմ իմ խոսակցությունը։ Եթե հետաքրքիր չի, ուրեմն ես կշարունակեմ կգնամ այն կանանց ու երեխաների մոտ, որոնք իմ հետևից քարեր էին շպրտում, հա։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սա ինքը շատ կարևոր մշակույթ է հոգևոր գիտելիքի տեղափոխման մեջ, հա, որովհետեւ մարդիկ իրենք ինչու համար, որովհետեւ իրականում գիտեք, արիացիները իրենք շատ յուրահատուկ էին վերաբերվում նյութական աշխարհում ամենակարևոր գործոնի վրա, հա, գործոնի հանդեպ շատ յուրահատուկ վերաբերմունք ունեին դա ժամանակ։ Ընդհանրապես առաքինի մարդիկ իրանք գիտեն ուրիշ մարդկանց ժամանակը խնայել։ Չէ՞։ Տեսեք, եթե մարդը ինքը տգիտության մեջ է, դա նշանակում է, որ ինքը կարևորում է միայն ինքը իրան։ Եվ երբ որ ինքը կարևորում է միայն ինքը իրան, ինքը կարող է իրան թույլ տալ պահանջել դիմացինից, որպեսզի դիմացինը իր ամբողջ ժամանակը այսպես կլանված բանանի էլի նվիրաբերի այդ ազնվորությանը։ Մենք պետք է հասկանանք, որ հատկապես աստվածամեժության դարաշրջանում, երբ որ կյանքի տևողությունը այսքան կարճ է, պետք է հասկանանք, որ ուրիշների ժամանակը, հա, դա ամենամեծ գանձն է, որ իրանք ունեն։ Եվ մեզանից ամեն մեկը պետք է կարողանա իր ժամանակը ծախսի ճիշտ, այլ ոչ թե պահանջի, որ ուրիշները իրանց ունեցած ամենաթանկ բանը ծախսեն իրենց վրա։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր բան է, չէ՞։ Եվ առաքինության գոյավիճակի մեջ գտնվող անձնավորությունները իրանք այդ հարցը իրանց մոտ շատ ուժեղ մշակված վիճակի մեջ է, չէ՞։ Եվ դրա համար իրանք երբեք ավելնորդ շփումների մեջ չեն մտնում։ Ну, տնավարի եթե ասեմ, հա, տենց մենք այդպես ենք տնավարի ասում, զավզակությունով չեն զբաղվում, հասկանում եք։ Մենակ նրա համար, որ ինքը չգիտի, հիմա տեսեք, ուրեմն իրան տված է կյանքի ամենամեծ շնորհը, ինքը դեռ ժամանակ ունի, եւ փոխարեն այդ ժամանակը ծախսի ինչ որ իր համար կարևոր բաների վրա, առավոտից երեկո մտածում է, թե ում ինչպես զբաղացնի նրա մեջ, որ ինքը կարողանա իր օրը սպանի։ Հասկանում եք։ Եվ սա, գիտեք, ես այսպես ասեմ, էլի, սա անբարոյական վերաբերմունք է ուրիշի ժամանակի հանդեպ։ Ես հələ չեմ խոսում նրա մասին, որ թե ինչ է սա հենց սեփական ժամանակի հանդեպ վերաբերմունքը։
Հասկանում եք, սերիներս, կներեք, կոպիտ ասեցի, բայց սևը սպիտակով ասեցի, էլի, որովհետև այո, իհարկե, հոգևոր մարդը ինքը որտեվ ով է հոգևոր մարդը։ Հոգևոր մարդը դա այն ազնվորությունն է, չէ, որը պետք է այս ամբողջ զբաղվածության մեջ ժամանակ գտնի, որ այդ ժամանակը կարողանա տրամադրի հոգևոր զարգացման, չէ։ Եվ այո, երբ որ մարդը ինքը վերցնում է հոգևոր կյանքը, առաջի բանը, որը ինքը անում է անգիտակցաբար, հա, ինքը սկսում է ռացիոնալ օգտագործել իր ժամանակը, որովհետև միայն այդ դեպքում է, որ ինքը կարող է իրականացնել իր հոգևոր զարգացումը։ Եթե ազնվորությունը ինքը, այսպես էլի, բարձիթողի է վերաբերվում իր ժամանակի հետ, ինքը մշտական իր հոգևոր զարգացումը հետաձգում է։ Ես կարող եմ սա անել եւ վաղը։ Ոչ, վաղը չես կարող անել իրականում։ Որտեւ այն ինչ որ պետք է անեիր այսօր, արդեն չարվեց։ Եվ այն կետ վերջում գալու է մի կետ, որտեղ դու տեսնելու ես, որ անսահման չհասցրեցիր ոչինչ։ Ինչու՞։ Որովհետև կամ դու ինքդ էիր քո ժամանակը ծախսում անիմաստ բաների վրա, կամ ուրիշ կենդանիակներին թույլ տվեցիր, որ քո ժամանակը խլեն։ Հասկանում եք, եւ առաքինի անձնավորությունները իրենք շատ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ժամանակին։ Դրա համար է, որ նրանք միշտ հարաբերությունների մեջ նրանք հարաբերվում են, երբ որ կարիք կա, այլ ոչ թե այն ժամանակ, երբ որ ուղղակի այդ զավզակություն անելու ցանկությունը կա։ Հասկանում եք, զավզակություն անելու ցանկությունը դա ժամանակի դատարկ կորուստ է։ Եվ սա հոգևոր մարդու համար շատ կարևոր թեմա է։ Հասկանում եք։ Եվ ինչ է նշանակում հոգևոր կյանքով զբաղվել ուզեցող անձնավորությունը, հա, ցանկություն ունի իր կյանքը զավզակության մեջ անցկացնել։ Չէ՞։ Դրա համար այդ մշակույթը արիացիները ընդհանրապես առաքինի մարդիկ երբեք ոչ մեկի հետ հենց այնպես անիմաստ շփումների մեջ չեն մտնում։ Որն է անիմաստ շփումները։ Գիտեք, արիացիները իրանք հատուկ խոսք ունեն դրա համար։ Իրանք ասում են պրաջալպա, հա, այսինքն անիմաստ խոսակցություններ, այդ զավզակություն։ Երբ որ մարդիկ իրար հետ հանդիպում են եւ սկսում են. Այ գիտես, ես երեք էս ինչին տեսա, էս ինչը, էս բաժակը էսպես դրեց, այն բաժակը այնպես դրեց, էս ինչը ասեց, էսպես ասեց, ես իրան էսպես պատասխանեցի, հետո բացարձակ դատարկ խոսակցություններ, որը բացարձակ ոչ մի իմաստ չունեն։ Եվ մարդիկ այդտեղ այրում են իրանց ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը։ Եվ երբ որ հոգևոր մարդը ինքը փորձ է կատարում կանգնացնի այդպիսի մարդկանց եւ ասի, որ ինքը չի ուզում ներգրավված լինի այս անիմաստության մեջ, չէ՞, մարդը ինքը կարող է նեղանալ, հա, հոգևոր մարդիկ իրանք այդպես են մենակ մնում, որովհետեւ իրանք հրաժարվում են զավզակություն անել։ Ինչու՞։ Որտեւ իրանք լիքը զբաղմունքներ ունեն։ Հասկանում եք։ Ես էլ չեմ խոսում նրա մասին, որ շատ մեծ զարգացում ունեցող հոգևոր մարդիկ իրանք բացարձակ ինքնաբավ են։ Եվ ինքնաբավ դա նշանակում է, որ իրանք ոչ մեկի հետ շփվելու ոչ մի կարիք չունեն իրականում։ Հա, եւ իրանց արտաքին աշխարհի հետ շփումը արտահայտվում է միայն նրանում, որ իրանք փոխանցում են գիտելիքը, որին իրանք տիրապետում են միայն նրա համար, որպեսզի աջակցեն նրանց, ովքեր որ ուզում են հոգևոր կյանքով ապրեն, որպեսզի իրանց ճանապարհը հեշտանա։ Հա, ամեն մի հոգևոր գիտելիք ներկայացնող, եթե ինքը դա չի անում սեփական փառքի համար, ինքը դա անում է այդ մի պարզ, ուրեմն անհրաժեշտությամբ, որ ինքը գիտի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը շատ գոհ է մնում, եթե ինչ-որ որևիցե մի մարդ, որը ինքը հոգևոր ճանապարհ է անցել, փոխանցում է այդ իր փորձը մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր ուզում են անցնեն, իրանց ճանապարհը ավելի հեշտ լինի։ Հասկանում եք։ Եվ վերջուրի ուրիշ ոչ մի բացարձակապես ոչ մի դաշտ չկա բանի համար, զրույցների համար, մնացած ամեն ինչը բացարձակ անիմաստ գործողություններ։
Եվ ուրեմն այդ դրաբար այս մշակույթը ինքը իրականում սա շատ կարևոր թեմաներ են նրանց համար, ովքեր որ բան են անում, փորձում են գնալ հոգևոր կյանքով։ Ուշադիր նայեք ձեր կյանքի մեջ, թե դուք ձեր ժամանակի ինչքան մասն եք ընդհանրապես ծախսում անիմաստ խոսակցությունների վրա, որոնք բացարձակապես ոչինչ չեն տալիս ոչ ձեզ, ոչ ձեր դիմացին։ Հասկանում եք։ Ուրեմն խոսակցությունները իրանք պետք է իմաստավորված լինեն, հիմա այսպես, երկու ճյուղով, եւ որպես իմաստ, այսինքն լինեն գործնական։ Եթե որևիցե կյանքի ասպարեզում կան որևիցե խնդիրներ, որոնք իրենք քննարկման կարիք ունեն, կամ որպեսզի արտահայտվենք մեր վերաբերմունքը։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ մենք արտահայտում ենք ուղղակի մեր վերաբերմունքը անձնավորության հանդեպ, եթե մենք հարգում ենք, ապա արտահայտում ենք մեր հարգանքը եւ դրա մասին ենք խոսում։ Եթե սիրում ենք, ուրեմն արտահայտում ենք մեր սերը եւ դրա մասին ենք խոսում։ Հասկանում եք, դուք այդ կա ուրեմն ինտելեկտուալ բան обмен։ Կներեք նայեմ, էլի այս խոսքը ինքը կարևոր է։ Փոխանակում, հա։ Ուրեմն կա ինտելեկտուալ փոխանակում, հա, որտեղ մենք գաղափարներով ենք փոխանակում, եթե փորձում ենք ինչ-որ մի բանը հասկանանք եւ դրան ուրեմն լուծում տանք, եւ կա էմոցիոնալ փոխանակում։ Այսինքն, երբ որ մենք փոխանակում ենք, խոսում ենք դրա մասին, թե ինչու ենք իրար հարգում, ինչու ենք իրար սիրում կամ ինչու իրար հետ իրար կարիք ունենք եւ այլն եւ այլն։ Սա էլ էմոցիոնալ սնունդ է, որը ինքը նույնպես անհրաժեշտ է, հասկանում եք, բայց բացարձակ անիմաստ խոսակցությունները հոգևոր մարդու համար սրանք շատ վտանգավոր բաներ են։ Եվ ուրեմն անձնավորությունը ինքը պետք է փորձ կատարի, ուրեմն շտկի այս ոլորտը իր կյանքի եւ մեծ ուշադրություն դարձնի, չէ՞։ Հիմա տեսեք, ուրեմն եւ շուկադեվոգոսովին հիմա նախորոք ասում է, որ խոսակցությունը ինքը լինելու է երկար, ամբողջ 7 օրը մենք քո հետ խոսալու ենք։ Եվ այստեղ մենք արդեն քննարկել ենք, որ իրանք ոչ թե մի հատ 7 օր, իրանք 7 օր 7 գիշեր են խոսացել իրար հետ, հա։ Եվ այստեղ կան 10 թեմաներ, հա, հասկանում եք։ Ուրեմն այդ 10 թեմաների մեջ են մտնում, ուրեմն ինչպես արդեն թվարկվեց, տիեզերքի ստեղծումը, նրա երկրորդական արարումը, այն ինչ որ ինքը արդեն այդ նախնական խոսակցությունը վարել է, չէ՞, մոլորակային համակարգերը։ Հիմա, թե ինչ է Գերագույն Աստծո անձնավորության գիտելիքը, ինչ է Գերագույն Աստծո անձնավորությունը պաշտպանում, հա, ինչն է կյանքի շարժիչ ուժը այս աշխարհում, այսինքն ինչն է Գերագույն Աստծո անձնավորությանը ստիպում, որպեսզի ինքը արարի նյութական աշխարհը եւ պահպանի այն, չէ՞։ Հիմա այստեղ խոսվեց Մանուի օրենքների մասին։ Եվ ես այստեղ պետք է շատ կարևոր հայտարարություն անեմ։ Գոյություն ունի այդպիսի գրվածք, որը ինքը կոչվում է Մանուի օրենքները, հա, Zakon Manu։ Եվ այդտեղ տրված են ուրեմն օրենքներ, այսինքն դա ոնց որ բան, օրենսդրության գիրքն է արիացիների։ Եվ այնտեղ իրականում ես որ ճիշտ ասեմ, երբ որ ես առաջի անգամ կարդացի այդ գիրքը, ինքը ահավոր տարբերվում էր, այսինքն այն ամեն ինչը, այն ամբողջ մշակույթը, որը նկարագրված է Պուրանաներում, Բhagavatam-ում, Բhagavad Gita-ում, Ուպանիշադներում, հա, այդ ամբողջ մշակույթը ինքը այսպես մի տեսակ այնքը ամեն ինչ այսպես առաքինության գոյավիճակի մեջ էր, չէ՞։ Եվ այդտեղ ամեն ինչը հենված էր արդարության եւ բարիության վրա։ Եվ երբ որ ես առաջի անգամ կարդացի Մանուի օրենքները, որ ասեմ մազերս բիզ կանգնեց, դիտի ես ոչ մի բան չասեմ։ Ես ուղղակի ապշած էի մնացել այն դաժանությունից, որը այդտեղ գրանցված էր։ Իսկ մեկ-մեկ նույնիսկ թող ինձ պարսիկները ներեն, թող դարապես բոլոր մուսուլմանները ներեն, թեկուզ քրիստոնյաներն էլ հեռու չեն գնացել, հա։ Բայց մենք գիտենք, որ ասենք այդպիսի հարցերում հատուկ խստություն ունեն պարսիկները, չէ՞։
Ես կարծում եմ, ես պարսիկների օրենսդրություն եմ կարդում։ Այնտեղ այնպիսի բաներ էին գրված, այսպես շշմել էի, այսքանով կարող արիացիները կարող էին այսպիսի բաներ անել, եւ որ ասում է, ֆու, վդխնոլա, հա։ Երբ որ կարդացի իմ հոգեվորուսուցի ուրեմն այդպիսի հայտարարությունը, որտեղ ինքը ասեց, որ Մանուսամհիտան ինքը աղավաղված է։ Այսինքն այդտեղ փոփոխություններ են մտցված աստվածաբեժության դարաշրջանում։ Հասկանում եք, ես ասում եմ, ինչ լավ էր, թե ես այնպես կստացվեր, որ ես իմ ամբողջ կյանքը ինչ որ մի հատ սխալ պատկերացում եմ զարգացրել արիացիների մասին եւ ամբողջ կյանքս զրոյացավ ընդամենը մի հատ այդ փոքրիկ գրքով, ամբողջ գիտելիքը զրոյացավ, ամեն ինչը զրոյացավ ու հիմա պիտի ընկնես, սկսես մանգալ, բա այն ամեն ինչ ինչ որ այստեղ հասկացել էիր, բա դա որտեղ կա իրականում կամ եթե չկա, ուրեմն չգիտեմ, էլի արդեն ինչ որ ուրիշ բաներ դի մտածեիր, որ միգուցե դու նստես եւ սկսես խոսալ ինչ որ մի նոր բան գրանցես, էլի, հասկանում եք, իրականում սա շատ լուրջ կետ էր։ Եվ Մանուսամհիտան ինքը արիացի հեղինակությունների կողմից, համենայն դեպս Բաքսիվինոդ Թակորի կողմից ինքը հայտարարվում է այդպես, որ ինքը իր մեջ փոփոխություններ են մտցված, եւ դրա համար այդ գիրքը ինքը չի կարող մեզ համար հանդիսանալ որպես հիմք։ Սա շատ կարևոր է, որովհետեւ գիտելիքի մաքրությունն է միայն, որ թույլ է տալիս, որպեսզի որ մենք դա ընդունենք որպես հիմք։ Աստծո կամքով, եթե հետագայում հնարավորություն լինի այդ գիրքը այդքան էլ հաստ չի, կարող է ինչ-որ միտեղ կարողանամ մտցնեմ, հիմա զբաղվածությունը շատ մեծ է ստացվել, ինչ-որ միտեղ մտցնեմ այդ թեման, որ այդ Մանուսամհիտան մենք մի հատ ձեր հետ նայենք, որտեղ իրականում ինքը բան է, էլի հետաքրքիր է ընդհանրապես տեսնել, թե ասենք այ երբ որ աղավաղվում է իրական հիմքերը առաքինության, ընդհանրապես ինչքան բռնություն է մտնում տեսության մեջ, հասկանում եք, ջում սարսափելի բռնություններով լիքը գիրք է այդ գիրքը, հասկանում եք, եւ ուրեմն, սիրելիներս, Մանուն, բա ասենք նրա մասին, թե ով է Մանուն ինքը, եթե մենք քրիստոնե հрьяաների դիցաբանությունով համեմատություններ տանենք, ապա դա Ադամն է, այսինքն առաջին մարդը, իմինը մարդը, առաջին մարդը, դա Մանուն է, որը ինքը նույնպես հայտնվում է իր կնոջ հետ, հեսա մենք արդեն մտնում ենք այնտեղ եւ Շուկատևը Գոսվամին ինքը երբ որ սկսեց այդ բացատրությունները, այնտեղ մենք քննարկենք եւ Մանուին եւ իր կնոջը, հա, թե ինչպես են իրանք հայտնվում, ինչպեսի տեսք ունեն, ինչի համար են նախատեսված եւ այլն եւ այլն։ Բայց ուրեմն խնդիրը այս է, չէ՞։ Եվ ինքը ասում է, որ այն մենք կխոսենք, այսինքն թե ինչպես է սկսվել մարդկային ցեղը ընդհանրապես, մենք կխոսենք նրանց մասին, թե ովքեր որ ճանապարհ էին անցնում, որի վերջում հանդիպել են Գերագույն Աստծո ազնվորությանը, Շիմեդ Բագավատամը ինքը խոսում է Աստծո ազնվորության կյանքի մասին, եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ Շուկատևը Գոսվամին ինքը թվարկեց այդ բոլոր թեմաները, որոնք պետք է քննարկվեն։ Եվ այստեղ այո, ամեն մեկս հնարավորություն ունենք մի անգամ նորից կարդալ այդ, լսել այդ ցուցակը, հա, եւ գալ այդ եզրակացության, իսկ արդյոք ես ուզում եմ ընդհանրապես լսել այս թեմաների մասին, թե չեմ ուզում։ Ինքը Շիմոն Բագավատամը, եթե դուք հիշում եք, առաջի տեքստերում Վյասադևայի կողմից ուրիշ արեց շատ ավելի մեզ համար ավելի հետաքրքիր հայտարարություններ, որտեղ ինքը ասեց. այս Շիմոն Բագավատամը արհամարում է այն կրոնականությունը, որը նախատեսված է նյութական գոյությունը կարգավորելու համար։ Այսինքն սա այն միակ գրվածքն է այս աշխարհում, որը հոգ է տանում ռեալ կենդանիակի հոգու կարիքների մասին։ Ինքը գիտի հոգու կարիքները, երբեք չի շփոթում հոգու կարիքները նյութական գիտակցության կարիքների հետ, որտեղ լոտոսի նման է, հա, եւ երբեք չի թրջվում նյութական աշխարհի ոչ մի գաղափարներով, եւ ուրեմն այս գիտելիքի
եզակիությունը, հենց դրանում է բաղկանում, հա, որ ուրեմն բան է, որ ինքը դիտարկում է հոգետանում հոգու շահերի մասին, հա, հոգետանում կենդանիակի Աստծո մասին գիտելիքի վերականգնման մասին եւ հոգետանում, որպեսզի օգնի կենդանիակին վերականգնել իր հավերժ հարաբերությունները Աստծո հետ։ Եվ եթե մենք հիշում ենք, Բhagavatam-ը իր առաջի տեքստերով ինքը ասեց դրա մասին, որ նրանք, ովքեր հասնում են այս ճանապարհին իրենց ավարտին, վերջում իրենց սպասում է այդ ֆանտաստիկ ուրեմն հանդիպումը Գերագույն Աստծո ազնվության հետ։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, սա նախնական տեքստեր էին, որը Շուկադեվը Գոսվամին արտասանեց, եւ արդեն վաղվանից մենք կանցնենք շատ ավելի, արդեն Շուկադեվը Գոսվամին ինքը կսկսի ներկայացնել արարչագործությունը։ Եվ մենք բավականին երկար ժամանակ կքննարկենք այդ թեմաները։ Իսկ այսօր այսքանը, ստեսություն։